Մեծահարկ հյուրեր, սիրելի աշակերտներ, մանկավարժներ, ծնողներ, մի խոսքով Ավետիս Գազազյանի նպատակի լույսը գրքի շնորհանդեսին ներկա գտնվողներ։ Սիրով ողջունում եմ բոլորիդ։ Մեծ պատիվ է յուրաքանչյուր դպրոցին ունենալ Ավետիս Գազազյանի պես ստեղծագործ շնորհալի աշակերտ։ Ընդամենը 16 տարեկան եւ այդ 16 տարեկան պատանու նպատակների, երազների, հավատի, հույսի, գեղարվեստական արտահայտություն է նրա այս փոքրիկ բանաստեղծությունների ժողովածում։ Ընդամենը 16 տարեկան այս պատանու ստեղծագործական գործունեությունը ամբողջությամբ սեր է եւ լույս, սեր է առ Աստված, հայրենիք, ծնող, ընկերություն։ Նրան բնորոշ է ստեղծագործելու իր ուրույն ոճը, հայրենի անաղարտության պահպանման սկզբունքը, խորը հուզական զգացմունքայնությունը, անսահման սերն ու հավատարմությունը, մտահոգությունը դեպի հայրենիքը, ծնողը եւ մարդը։ Սիրելի Ավետիս, պոետական կյանքի արարումներով եւ տքնանքով լի ճանապարհը իմաստության, մտքի, խոսքի, անբարման յուրահատուկ շտեմարան է, որից յուրաքանչյուր ոք վերցնում է իրենը եւ որտեղ յուրաքանչյուր ոք իր հոգու տաք անկյունն է փնտրում։ Շնորհավորանքներս բոլոր նրանց, ում հոգում պոեզիա է հնչում, եւ կարևոր չէ, ինքն է գրողը, ասմունքողը, թե ուղակի կարդացողը։ Կարևորը պոեզիային հոգով արձագանքելն է, զգալն ու ապրելը։ Թող խաղաղ պայմաններում ծնվեն պոեզիայի ծվենները, թող սեր ու բարություն ծորա բոլոր գրիչներից։ Սիրելի իմ Ավետիս, ես ուզում եմ խոսքս ավարտել Եղիշե Չարենցի հետևյալ տողերով, թե ուզում ես երգդ լսեն, ժամանակից շունչը դարձիր, կապվիր նյարդով յուրաքանչյուր քո օրերին ու քո դարին։ Շնորհավորում եմ։